Մենք առաջին հերթին դրա համար մեր կոչերից մեկը ուղղված է հենց ոստիկանությանը եւ դատական մարմիններին։ Ցանկացած բան, որ ասվում է Նիկոլի կողմից, միանգամից քննվում է բոլոր մակարդակներով։ Իսկ հիմա երբ որ իրենք հայհոյանքներ են ներկայացնում տարբեր մարդկանց կողմից, ոչ միայն եկեղեցու, այլ նաև եկեղեցում բոլոր պաշտպանողների կողմից եւ ոչ մեկ նախաձեռնությամբ չի հանդես գալիս իրենց դատելու։ Այն պարագայում, որ գիտեք, այդեն զրպարտություն չէ, ինձ չի հետաքրքրում, անձնական վիրավորանք է պիտի պատասխանատվության։ Փաշինյանը սա հանրային շահով է բացատրում, ասում է, եկեղեցու հետևորդները պիտի իմանան, որ եկեղեցականներն են կուսակրոնության ուխտին հավատարիմ, որոնք են դրժել։ Ձեր կարծիքով սա այդպես հանրային պահանջ կա, այդպես մտնել բոլորի անկողիններ ու հասկանալ ովում հետ է, ովում հետ չէ։ Ասեմ առանցքայինը 2020 թվականից ի վեր Նիկոլը որևէ իրավունք չունի հանրային շահերի մասին խոսելու ընդհանրապես։ Հանրություն բառը ինքը իրավունք չունի կրկնելու։ Հայաստան, հանրություն, հայ ազգ նման բառերը ինքը իրավունք չունի կրկնելու։ Եւ եթե եկեղեցու մասին ասում են, որ ինքը պիտի նզովեր, ապա մենք էլ պիտի որպես հայ իրեն գիտեք են հին Հունաստանում կարանաֆեմա ու կարաստրակիզմա ինքը ազգ ունենալու ընդհանրապես իրավունք այլևս չունի։ Լավագույն դեպքում թող ադրբեջանցի համարվի։ Եվ կներեք, չկա նման պահանջ, այսինքն։ Չկա իսպար։ Հիմա ինչ է լինել ձեր ակցիան ոնց է շարունակելու, բացի այն ինչ որ հիմա տեսնում ենք դրան։ Ու նաև խունկ եք վառել բացատրությունը, հա, խորհրդանշում ներկայացնում։ Հաղթահանում եք։ Խունկ վառելու առումով, այո, որովհետև Չսպասի։ ցավոք սրտի չկան դեռ, բայց կլինեն այս կամ այն ձևով ոչ մեկ չի խուսափի իր Բանը մի ասեք, հեսա Ալեն Սիմոնյանը կասի եկել է կանգնել է ոնց որ թե մի քիչ ռուսական ակցենտով հանգուցյալներից է խոսում մեր մահնա ցանկանում բան։ Հետո կդնի իր Telegram ալիքում, չեք վախենում։ Ռուսական ակցենտի մասին երբ որ խոսում է, երբ որ ճուլան բառն է օգտագործում, այդ ժամանակ նոր թող մտածի։ Պուտինն է ուղարկել։ Ռուսամետ է։ Պուտինը ուղարկել է Նիկոլին, որովհետև ճուլան բառից այլ բառ չունի ինքը ռուսերեն։ Ինչ վերաբերում է խունկին, ապա մենք վստահ ենք ու այստեղ մենք արել ենք, նույնիսկ գրել ենք, որ ընդհանրապես էքզորցիզմի պիտի ենթարկեր եւ ըստ այդմ հայ-արաքելական եկեղեցին պիտի ծես անի, որ այս ամբողջ ճարիքը հանի, ներապաշտության ճարիքը մեր կառավարությունից։ Սա մեր շենքն է, մեր Երևանի շենքն է, ու մեր կառավարությունն է, իսկ մարդկանց այդտեղ զավթած մենք պետք է մաքրենք այդտեղից։ Սկսում ենք խունկից, ինչ վերաբերում է ակցիայի, տեսեք նորից, մենք քաղաքական ուժ չենք, ինչպես արդեն ասեցի, եւ չենք էլ ուզում լինել քաղաքական ուժ։ Մեր խիղճն է մեզ դրդում ինչ-որ ակցիաներ անել։ Ես հույս ունեմ, որ մարդիկ ոչ թե կմիանան մեր ակցիայի, ես չեմ ասում, ուզում են միանան, ուզում են չմիանան։ Թող իրենք ակցիաներ անեն, թող իրենք ամբողջ բողոքի ձայնը բարձրացնեն եւ չհանդուրժեն այս ամբողջին, ինչ որ կատարվում է այժմ։ Նշեցիք, որ ուզում եք որպեսզի քրեական հետապնդում սկսվի եւ քրեական պատասխանատվության ենթարկեն վարչապետին, բայց չեք կարծում, որ եկեղեցու կողմից պետք է պատասխան լինի ոչ թե բողոքի ակցիայի մասնակիցների կողմից, այլ նաեւ եկեղեցու կողմից պաշտոնական պետք է պատասխան լինի, որպեսզի համապատասխան գործողություններ ձեռնարկվեն։ Տեսեք, ես հոգևոր զարգացման ճանապարհով գնացող մարդ եմ, հոգևոր կյանքով ապրող մարդ եմ, ըստ այդմ ես ինձ իրավունք չեմ վերապահում երբևիցե քննադատելու եկեղեցուն կամ էլ ասելու, որ եկեղեցի հենց հիմա ինչ որ քայլեր պետք է ձեռնարկեք։ Ես հույս ունեմ, որ իրենք կհամադրեն իրենց ամբողջ ուժերը, կոչ կանեն համայն ժողովրդին եւ դուրս կգան պայքարի, բայց դա միայն հույս է։ Իսկ իմ պարտքն է այժմ այնուամենայնիվ պայքարը դա։ Բայց դուք կարծեմ ինչ որ կազմակերպություն ներկայացնում եք, չէ՞։ Հակոբ Մանանջյանի դուստն է։ Ես Հակոբ Մանանջյանի ծորն եմ եւ ես ունեմ կազմակերպություն, հասարակական կազմակերպություն, ինչպես ասեցի, ես ընդհանրապես այլ հոգևոր զարգացման ճանապարհով եմ գնում, բայց դա ինձ իսպար չի խանգարում, ես հայ եմ ու պաշտպանում եմ հայ-արաքելական եկեղեցին։ Որպես ազգային ինստիտուտ։ Այո, որպես ազգային ինստիտուտ։